Բացատրեք ձգձգվում է, դուք տեղի եք ինչու արդյոք այստեղ միտում չկա, ինչ մանրամասներ գիտեք այս պրոցեսի հետ կապված։ Վիրահատության հետ կապված, քանի որ նաև հրապարակային է եղել տեղեկատվությունը, ես ինքս պետական մարմիններից պահանջել եմ, որ այն դեպքում, եթե վիրահատությունը անհապաղ պետք է տեղի ունենա, բնականաբար կազմակերպի սահմանված ձևաչափով եւ եթե չեմ սխալվում, այս պահին չեմ կարող դարձալ նույն հանգամանքները նկատի ունենալով հրապարակային տեղեկատվություն հաղորդել, եթե չեմ սխալվում, պետական մարմինները այդ ուղղությամբ ոչ միայն աշխատանքներ իրականացրել, այլ այս պահին պետք է որ լինեն նաև արդյունքներ, բայց այս մասում միանշանակ մենք ենք միջամտել, ես ինքս եմ պահանջել պետական մարմիններից անհապաղ հարցի ուսումնասիրություն, այստեղ մի կարևոր բան է նկատի ունեցել, իրականում երբ մենք խոսում ենք քաղաքացու կամ փաստաբանների կողմից ներկայացված տեղեկատվության մասին, շատ կարևոր է նաև երկրորդ կողմի լսել, իհարկե հետագա բոլոր հնարավոր վերլուծությունները, եզրահանգումները իրականացնել ասացիք, որ չեք այցելել եւ դա ձեր որոշումը իրականաբար, բայց Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի տեսանկյունից եթե դուք նաև արձագանքեք, ինչու չեք այցելել, բացատրում եք չեք չեք փորձում գնալ եւ տեսնել, բացատրեք ինչն է պատճառը։ Սիրելի լրագրողներ, 2025 թվականին օրինակ Հայաստանում հացադուլ է հայտարարել շուրջ 200 անձ եւ հայտարարել է 300-ից ավելի հացադուլ։ Հիմա Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների գործունեության մեթոդաբանությունն այն է, որ այցեր պետք է իրականացվեն բացառապես այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ՄԻՊ-ի լիազորություններին վերաբերելի տեղեկատվություն ձեռք բերելու համար։ Եթե օրինակ անձը բողոքում է, մենք ունենք բազմաթիվ հացադուլ հայտարարած անձիկ, ովքեր դիմում են մեզ եւ ասում են օրինակ, որ գիտեք, ես բռնության եմ ենթարկվում եւ չեմ ուզում որևէ բան պատմել, որևէ այլ մեկի կամ դիմումով ներկայացնել, ինձ համար շատ կարեւոր է, որպեսզի դուք անձամբ ներկայ լինեք, ես ձեզ կարողանամ խորհրդապահական գաղտնի եղանակով ասել այն ինչ ուզում եմ եւ դուք եք միջամտեք իմ իրավունքների իրացմանը։ Եվ բնականաբար այդ բոլոր դեպքերում քաղաքացիների այցեր են կազմակերպվում։ Եթե ձեզ չեն դիմում, դուք չեք սեփական նախաձեռնությամբ կներեք, հիմա ես այդ հարցին անդրադառնամ, քննարկեմ, բայց հուսով եմ կհրապարակեք, որովհետեւ եթե չեմ սխալվում, մի դեպք եղել է, որ եթե չեմ սխալվում, չեք հրապարակել հարցը։ Ասեք, որ դեպքի մասին է, կհասկանանք ինչն է Սեփական նախաձեռնությամբ այցեր իրականացնում ենք դարձյալային դեպքում, երբ որ կարիք է լինում տեղեկատվություն ձեռք բերել, այնպիսի տեղեկատվություն, որը այլ կերպ հնարավոր չէ ձեռք բերել։ Օրինակ, դարձյալ, մարդը մեզ չի դիմել, բայց մեզ այնպիսի տեղեկատվություն է հայտնի դարձել, որը շատ կարևոր է հենց իրենից լսել։ Կամ օրինակ, մենք վերջին ժամանակահատվածում մշտադիտարկման այց չենք ունեցել համապատասխան քրեակատարողական հիմնարկ եւ օրինակ անձը ասում է, որ գծային պայմանները այսպիսին են, եւ մեզ համար կարևոր է գնալ հենց տեսնել գծային պայմանները։ Հիմա, եթե մենք խոսում ենք կոնկրետ այս դեպքի մասին, նախ նշեմ, որ մեզ ընդհանրապես ինչի է դեպքի հետ կապված մենք ընդհանրապես ինչ լիազորություններ ենք իրականացնում, մեր լիազորությունները հետևակն են։ Մենք նախ հացադուլի հետ կապված սա բոլորի համար, հա, որ պարզ լինի, հացադուլը նաև միջազգային ստանդարտների համաձայն անձի իրավունքն է եւ որևէ պետությունը հատկապես իրավունք չունի անձին նույնիսկ հարկադիր սնուցում իրականացնել, այսինքն այստեղ հստակ են չափանիշները։ Ինչն է այստեղ կարևոր, հացադուլի վարման ընթացքի հետ կապված։ Եթե փորձում ենք իրավունքների երաշխիքների ապահովումը դիտարկել, ապա այստեղ երևի ամենակարևոր հանգամանքն այն է դառնում, որպեսզի մենք հասկանանք պետությունը այն պարտավորությունը, որ ունի հացադուլի վարման ընթացքում ինքը կատարում է, թե չի կատարում։ Դրանք են բժշկական հսկողության հետ կապված տարատեսակ հարցեր, որոնք ունի սոցիալ-հոգեբանական աշխատանքների, բնականաբար պայմանների հետ կապված։ Գծային պայմանների հետ կապված, ուզում եմ հատուկ արձանագրել, սրա մասին Արմավիր ԿԿՀ նախորդ տարի իմ հանձնարարությամբ հատուկ մշտադիտարկման այց է իրականացվել, գծային պայմանների հետ կապված հարց է պատժամիջի եղել մեր կողմից ոչ թե ուղղակի բարձրացված, այլ պահանջ է ներկայացված պետական մարմնին, որ շտապույտ տալ ստանա, պետությունը դրա համար պիտի ֆինանսական ռեսուրսներ ծախսի։ Երկրորդը անձի կողմից հացադուլի վարման հետ պետության պարտավորությունների կատարման առումով գաղափարը հետևյալն է։ Մենք այս պահիներ իմ նախաձեռնությամբ սկսել ենք ուսումնասիրություն եւ անընդհատ պետական մարմնից տեղեկատվություն ենք ստանում, թե
այս պարտավորությունները, որ դուք պիտի կատարեք, դուք կատարում եք, թե չեք կատարում։ Կներեք, մինչև ուսումնասիրություն ներողություն քնար ջան։ Հիմա դուք խոսում եք ոչ թե Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու հետ, հիմա դուք խոսում եք մարդու իրավունքների պաշտպանի հետ, ով ունի հստակ լիազորություններ եւ չի կարող նաեւ իր լիազորությունների շրջանակից դուրս գալ։ Հիմա հացադուլի հետ կապված մահվան պատճառները տարբեր են, որովհետեւ կան մահվան պատճառներ, որոնց մի մասը օրինակ իմ խորին համոզմամբ այն է, որ մեր պետությունը չունի ինքնավնասումների կամ ինքնասպանությունների կանխարգելման հստակ այնպիսի ճիշտ քաղաքականություն, որպեսզի օրինակ դեպքերը կանխարգելվեն, բայց դրանք այլ դեպքեր են։ Դրանք սրան վերաբերելի դեպքեր չեն, հետևաբար եկեք խնդիրները իրարից տարանջատենք։ Այո, մենք հետևում ենք։ Մենք բնականաբար հետևում ենք։ Մենք բնականաբար եւ ստանդարտներին համապատասխան եւ բնականաբար չափազանց կարեւոր է, որպեսզի օրինակ զրուցեք, հասկանաք ինչու է հացադուլի մեջ, ինչ նորից եմ կրկնում դժգոհություն ունի։ Սիրելի լրագրողներ, նորից եմ կրկնում։ Եթե օրինակ մենք կարողանանք պատկերացնում եք, մենք ունենք շատ փոքր աշխատակազմ։ Մեր աշխատակազմը իրապես, հա, նույն ոչ միայն այս խնդրով, ընդհանրապես օրինակ 5 հոգի է, որը զբաղվում է եւ պիտի զբաղվի ոչ միայն այս խնդրով, պիտի զբաղվի մնացյալ բոլոր քաղաքացիների խնդիրներով։ Բնականաբար մենք խնդրում եմ մի պահ խնդրում եմ այս պահին առանց էմոցիոնալ ձևակերպումների խնդրում եմ հիմա ահազանգեր եմ ստանում կառավարությունների դատապարտումների կներեք, հա, մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը որևէ երկրում չունի այսպես, հա, հստակ լիազորություն կամ հստակ պարտավորություն դեպքերի միջամտելու։ Դուք անզոր եք այս իրավիճակի դեմ պայքարել։ Ոչ քնար ջան, ես չեմ կարող անզոր լինեմ, եթե անզոր լինեի, ես չէի լինի մարդու իրավունքների պաշտպան եւ ամեն օր խնդիրների մասին չէի խոսի եւ կներեք հարց եք տալիս, թույլ տվեք պատասխանեմ։ Եվ ամեն օր խախտման որոշումներ նաեւ չէի կայացնի տարբեր դեպքերում, այդ թվում քրեակատարողական հաստատություններում վերաբերելի բժշկական օգնության սպասարկման խնդիրներին, խնամքի կազմակերպման հարցերին եւ մի շարք այլ հարցերին։ Բայց եթե մենք խոսում ենք ոչ թե որպես սովորական մարդ, սովորական քաղաքացի, այլ խոսում ենք որպես լիազորություններով օժտված անձ, մենք պիտի հասկանանք, մարդը այս լիազորությունը ունի, կարող է իրականացնել, թե չի կարող իրականացնել։ Հիմա ես 200 հոգու բնականաբար չենք կարող մենք այցելել։ Դրա համար բոլոր հաստատություններում, բոլոր երկրների, բոլոր եվրոպական երկրներում գաղափարը հետևյալն է. հստակ ընտրվում է մեթոդաբանություն, որ եթե այցը հերթական չէ, ապա արտահերթ ում է պետք ընդհանրապես այցելել։ Եվ այդ մեթոդաբանությանը համապատասխան մենք էլ այցերը կազմակերպում ենք։ Ընդ որում, այնպես չէ, որ դուք չգիտեք էլ ընդհանրապես, մենք օրինակ այս քաղաքացուն այցելելու ենք կամ որ պահին ենք այցելելու, չենք այցելելու, եթե կարիք լինի, մենք նաև ասեմ ձեզ, անհատական հրապարակումներ չենք էլ սովորաբար իրականացնում, որովհետև քրեակատարողական հիմնարկներ մեր այցերը պարբերական բնույթ են կրում, այսինքն այնպես չի, որ մի անգամ ենք այցելում քրեակատարողական հիմնարկ։ Քրեակատարողական հիմնարկում էլ խնդիրներ ունեցողները բազմաթիվ են, որովհետև հազարավոր են այդ քաղաքացիները, եւ մենք բնականաբար պետք է փորձենք բոլորի խնդիրները հասցեավորել։ Ընդ որում, մի շատ սխալ ընկալում է տարածված, որ այն մարդիկ, ովքեր հանրային դեմքեր են, իրենց ավելի մեծ ուշադրություն է պետք դարձնել, այստեղ պարզ ասեմ ձեզ, սա լրիվ խեղաթյուրված ընկալում է, որովհետև ցանկացած ազատությունից զրկված անձ եւ նրանք նաեւ այս հաղորդագրությունը ինձանից ստանում են պարբերաբար, ես ինքս եմ նաեւ նրանց այցելում, մեզ համար հավասարապես կարեւոր է, ընդ որում ես իրենց միշտ ցույց եմ տալիս նաեւ, որ իմ համար կապ չունի նրանց կատարած արարքի բնույթը, որևէ հանգամանք, այսինքն մենք հարցով զբաղվում ենք։ Հիմա կոնկրետ Նարեկ Սամսոնյանի եւ հացադուլ իրականացնող այլ քաղաքացիների իրավունքների երաշխավորումը մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունների տեսանկյունից ոչ թե ենթադրում է նրանց բարեկամական այցի իրականացում, այցի միջոցով չէ, որ մենք այդ իրավունքի երաշխավորումը պետք է իրականացնենք։ Այցը ընդհանրապես լրացուցիչ օգնող միջոց կարող է լինել։ Իրավունքի երաշխավորումը մենք բոլորովին այլ տրամաբանությամբ ենք իրականացնում։ Օրինակ, երբ որ ես պահանջում եմ պետական մարմնից, ասում եմ, որ դու պարտավոր ես, եթե անձը ունի վիրահատման ցուցում, անհապաղ ցուցում, դու պարտավոր ես կազմակերպել։ Եթե համարում ես, որ չունի կամ այդտեղ ինչ որ խնդիր կա, ուրեմն ինձ պիտի պարզաբանում տաս այդ ինչու ես այդպես համարում։ Այո, բնականաբար կա, ես էլ նոր ասացի, քանի որ նաև բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ են անձի հետ կապված, ես հիմա չեմ կարող հրապարակային դրանք ներկայացնել։
Հիմա նորից եմ, հա, կրկնում, կարծես թե այդ թվում այդ պահանջների կատարման առումով դրական, քանի որ առաջընթաց կա, դրական զարգացում հնարավոր է լինի, ես կխնդրեմ ուղղակի սպասենք, որպեսզի ես չափանիշ չխախտեմ, այսինքն հիմա չսկսեմ օրինակ անձի մասին այնպիսի տեղեկատվություն տրամադրել, որը օրինակ կարող է անձը չի ուզում, որպեսզի մարդիկ իմանան կամ այնպիսի ստանդարտ չխախտեմ, որը իմ տեսանկյունից է խնդրահարույց։ Սպասենք կհրապարակվի վստահ։ Միչը մենք ասում ենք, մենք ցավալի դեպքեր ենք ունեցել, օրինակ հաց բերող Մանվել Գրիգորյան, Արմեն Գրիգորյան, մենք նման դեպքերի հետ, փաստերի հետ առնչվել ենք եւ նույն հանրությունն ասում է, շատ դեպքերում, օրինակ Վարդան Ղուկասյանի դեպքում, մարդը դատարանում հստակ ասում է, լավ չեմ զգում ինձ, շտապօգնությունը կանչում են, շտապօգնությունն ասում է անհապաղ պետք է տանել հիվանդանոցը, որովհետեւ կոնկրետ գանգատներ են ներկայացնում անձը, տանում են կրկին ԱԱԾ մեկուսարան։ Մենք ուզում ենք նույն ճակատագրին արժանացնել վերոնշյալ անձանց։ Այդ թվում նաեւ հասարակ քաղաքացիների դեպքում Տիկի Մանասյան, ես ամեն օր Համլետ Հակոբյանը կոնկրետ 2 օր առաջ են զանգարել, ասում է խնդրում եմ, աղաչում եմ, օգնեք ինձ, ես ունեմ խիստ հիվանդություն, որը կալանքի հետ անհամատեղելի է, բայց ինձ սպանում են այստեղ։ Ես հրապարակում եմ ունեցել, ընդհանուր նաև ասում էր, որ մարդու իրավունքների պաշտպանին ինչպես դիմեմ, ասեցի մեր այս հրապարակումը հուսամ նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հետևողական կլինի։ Ինքը կրկին 3 զանգարել է, ասում է, ինձ այստեղ սպանում են, խնդրում եմ օգնեք։ Ու նման դեպքերի արդյունքում 2025 թվականին 24 մահ ունեցան։ Քնար ջան, շատ շնորհակալ եմ իրականում այս հարցերը բարձրաձայնելու համար, որպես մարդ բոլորիս տեսանկյունից էլ հարցերը իրապես էմոցիոնալ են, հա, երբ որ որպես մարդ ենք նայում, բայց երբ որ արդեն նայում ենք մեր ունեցած լիազորությունների տեսանկյունից, այստեղ բնականաբար այլ ստանդարտներով ենք, հա, առաջնորդվում այն հարցերը քննարկելիս, թե ով ինչ կարող է իրականացնել։ Նախ նշեմ, որ այո, դիմողները բազմաթիվ հարցեր են բարձրաձայնում, թե քաղաքացիները, թե նրանց փաստաբանները, բայց այստեղ կարևոր այն հանգամանքը, որ մենք պիտի նաև մյուս կողմին էլ չլսենք, որովհետև ոչ դուք, ոչ ես, ոչ որևէ այլ մեկը չի կարող, հա, այսպես միանշանակ գնահատականներ տա այն հարցին, թե պետական մարմինն է ճիշտ ասում, թե քաղաքացին։ Պիտի այդտեղ հստակ վերլուծություններ չանենք, այսինքն չեմ կարծում, որ դուք այն կարծիքին եք, որ այսպես 100%-ով միշտ ընդունում եք որպես ճշմարտություն այն, ինչ ներկայացվել է։ Հիմա փորձը ցույց է տվել, դեպքերում երբ որ լռել է մարդիկ փորձը ցույց է տվել, որ Հայաստանում բազմաթիվ խնդիրներ են առկա ազատությունից զրկման վայրերում մարդկանց կյանքի իրավունքի ապահովման հետ կապված, եւ ես երևի առաջիններից եմ եղել այս հարցի վերաբերյալ հրապարակային խոսելու դիտանկյունից։ Ավելին ասեմ, այստեղ նաև հստակ հարցեր են բարձրաձայնել։ Այդ ինչ մեխանիզմներ ունեք կանխարգելելու, ինչը կա, չկա։ Ավելին ասեմ, ես երևի ամենաշատը, այդ թվում իմ որպես մարդու իրավունքների պաշտպան գործունեության շրջանակներում խոսել եմ Հայաստանում քրեակատարողական բժշկության համակարգի տոտալ վերափոխման անհրաժեշտության մասին, որովհետև խորհրդային միությունից մնացած, հետո ինչ որ ժամանակահատված այդպես մեխանիկորեն աշխատած, իհարկե որոշակի զարգացումներ ապրած, բայց ամեն դեպքում չափանիշներին չբավարարող համակարգ է։ Եվ սա այո պետք է վերափոխվի։ Բայց այս ամենը մի օրում չի լուծվելու եւ նաեւ չի լուծվելու քաոտիկ շարժումներով, այսինքն սա ոչ թե պետք է լուծվի այնպես, որ մեզանից ով ինչ պատկերացնում է այդ պահին ասի կամ անի, այլ մենք հստակ հասկանանք, թե ինչ քաղաքականություն է ոլորտում պետք եւ հասկանանք մեզանից ամեն մեկը ինչ պետք է անի, որ խնդիրները լուծի, որովհետեւ եթե նորից սկսենք քաոտիկ այս հարցերին անդրադառնալ, ես ձեզ վստահեցնում եմ, ոչ թե կունենանք խնդիրների լուծում, այլ կունենանք շատ ավելի վտանգավոր իրավիճակ, որովհետեւ նույն փաստաբանների հետ քննարկումներում եւ այլն իրենք են հասկանում եւ ընդունում, որ շատ դեպքերում հնարավոր է օրինակ նաեւ մանիպուլատիվ վարքագիծ է, սա բոլորը գիտեն, այսինքն սրա մասին պետք է չի խոսել, բայց այստեղ մենք պետք է կարողանանք այնպես անել, որ քաղաքացին ազատությունից զրկված անձը ինքը հասկանա, որ անկախ ամեն ինչից, եթե ինքը իրավաչափ պահանջ ունի, եթե ինքը իրավաչափ հարց է բարձրացնում, դա անմիջապես լուծում է ստանում եւ ինքն էլ նաեւ իրավունքների երաշխիքներ ունի։ Ավելին ասեմ, եթե ցանկություն ունեք ազատությունից զրկված անձանց հետ կապված եւ նրանց իրավունքների շատ ավելի լայն քննարկումներ իրականացնելու, որովհետեւ մեր բացահայտած խնդիրները սրանցով չեն սահմանափակվում, սրանք փոքր խնդիրներ են, որոնց մասին հա հիմա հրապարակային այստեղ խոսում եք, բայց մեր հրապարակային զեկույցներում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք մի քանի անգամ ավելի շատ են, քան նրանք ինչ հիմա են բարձրաձայնում, ավելին ասեմ, շատ դեպքերում բարձրաձայնում են հարցեր, որոնք իրականության մեջ գոյություն էլ չունեն, բայց այն հարցերը, որ գոյություն ունեն, մնում են չգիտես ինչու չքննարկված։ Հետևաբար կարող ենք նաեւ հետագայում այլ քննարկումներ ունենալ։ Մեր գործընկերների հետ կապված հարց եմ ուզում տալ։ Ազգային ժողովում մեր գործընկերներին ժողովուրդ օրաթերթի